Ամռան կեսին Հայաստանը Հնդկաստանից կստանա $700 միլիոն արժողությամբ ակաշ զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը։ Հնդկական համակարգի օգնությամբ հայկական բանակը կկարողանա օդում խոցել մարտական ինքնաթիռներ և թևավոր հրթիռներ։ Հնդկական ակաշ համակարգը փոքր հեռահարության հակաօդային պաշտպանական համալիր է։ Երևանը պայմանագրով պետք է ստանա 15 արձակման կայան։ Այս զենիթահրթիռային համալիրը նախատեսված է հատկապես առաջնային օբյեկտների պաշտպանությունն ապահովելու համար։ Ակաշի մարտկոցը կարող է միաժամանակ 8 զենիթային հրթիռներով գնդակոծել մինչև 4 օդային թիրախ։ Յուրաքանչյուր մարտկոց ներառում է 4 ինքնագնաց գործարկիչներ, ռադիոտեղորոշիչ կայաններ, օդային տարածքի հսկողություն և հրամանատարական կետ։ Կարևոր է, որ ակաշի դիվիզիոնային կազմի մեջ մտնող շրջանաձև տեսադաշտի եռապորտանի ռադարը կարող է վերահսկել մինչև 180 կմ օդային տարածքը, ուղեկցելով մինչև 150 օդային թիրախներ։ Հակաօդային կառավարվող հրթիռները կործանիչի դասի 1 թիրախում 2 հրթիռ արձակելիս տալիս են ոչնչացման 98.7% հավանականություն, կարող են խոցել և միայնակ և խմբակային օդային թիրախներ 3-ից 30 կմ հեռավորության վրա մինչև 18 կմ բարձրությամբ։ Ակաշ համակարգը, որը մշակվել է պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից, երկիր օդ դասի հրթիռ է, որը կարող է խոցել կործանիչներ, թևավոր հրթիռներ և օդ-երկիր դասի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ օդային համակարգեր։ Ինչպես կազդի տարածաշրջանի վրա Հայաստան-հնդկական զենիթահրթիռային համակարգերի ներմուծումը։ Ռուսաստանի Կասպյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն քաղաքական վերլուծաբան Իգոր Կորոչենկոն պատմել է ակաշի առանձնահատկությունների և Հարավային Կովկասում Հայաստանի կողմից դրա կիրառման հավանական սցենարների մասին։ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից և հօգուտ արևմուտքի արտաքին քաղաքական ուղենիշների փոփոխությունից հետո Հայաստանը ձեռնամուխ է եղել սպառազինության և ռազմական տեխնիկայի հիմնական տեսակների ձեռքբերման աղբյուրների դիվերսիֆիկացմանը։ Դա անդրադարձել է նաև հակաօդային պաշտպանության ոլորտին, որտեղ նրան նոր առանցքային գործընկերներն են դարձել Ֆրանսիան և Հնդկաստանը։ Երկու երկրներն այժմ կատարում են Հայաստանին հոբ համակարգերի և համալիրների մատակարարման պայմանագրերը փուլ առ փուլ, պարզից բարդ։ Առաջիկայում Հայաստանը նախատեսում է ֆրանսիական տեխնոլոգիական լուծումների հիման վրա ստեղծել հակաօդային պաշտպանության միասնական ինտեգրված համակարգ, այնտեղ ներառելով և ֆրանսիական և հնդկական զենիթահրթիռային համալիրներ։ Այս ամենը նշանակում է, որ Հարավային Կովկասում ռազմական գործողությունների հետ կապված ակաշը իրենից ներկայացնում է բավականին ժամանակակից զենիթահրթիռային համակարգ։ Հնդկական պայմանագրի իմաստն այն է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռազմական ծրագրի առաջնահերթություններից է հակաօդային պաշտպանության էշելոնացված համակարգի ստեղծումը, որը հիմնված է ՆԱՏՕ-ի չափանիշների վրա, որպեսզի վերահսկի Հարավային Կովկասի օդային տարածքը և հնարավորություն ունենա թիրախներ խոցել բարձրությունների և հեռահարության լայն տիրույթում, ուշադրություն է հրավիրել քաղաքական վերլուծաբանը։ Հասկանալի է, որ Հայաստանի համար հավանական հակառակորդը եղել և մնում է Ադրբեջանը։ Զենքի ժամանակակից համակարգերի բոլոր գնումները և սպայական կադրերի ամբողջ նախապատրաստումը իրականացվում են Հայաստանի կողմից, ելնելով Ադրբեջանի հետ նոր ռազմական հակամարտության դիտարկվող հնարավորությունից։ Հնդկաստանի կողմից մատակարարվող ակաշ հոբ համակարգերը նախատեսված են լինելու պոտենցիալ օդային հակամարտությունում ադրբեջանական մարտական ավիացիան խոցելու համար։ Քանի դեռ նման հակամարտություն չկա, Երևանը կօգտագործի հնդկական զենիթահրթիռային համակարգերը որպես ճնշման և զսպման միջոց Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ավիացիայի, ուղղաթիռների և օդային տրանսպորտի այլ միջոցների գործունեությունը վերահսկելու համար։ Այսպիսով, Հնդկաստանից զենիթահրթիռային համալիրներ գնելով Հայաստանը ձգտում է իր ուժը ցուցադրել Հարավային Կովկասում իրեն ձեռնտու քաղաքականության ուղղություններ իրականացնելու համար։ Առաջին հերթին Ադրբեջանի ռազմական հնարավորությունները չեզոքացնելու համար վերլուծում է Կորոչենկոն։ Դա հակաօդային հովանոցի ստեղծումն է, որի քողի տակ Հայաստանն ի զորու կլինի իրականացնել այս կամ այն ռազմական քայլերը կամ հեռանկարային մարտական գործողությունները։ Ըստ ադրբեջանական Ազերթակ TV-ի Հայաստանի հետ պաշտպանական համագործակցություն սկսելով Հնդկաստանը միջամտում է տարածաշրջանի ներքին գործերին և ռազմական աջակցություն է ցուցաբերում Երևանին։ Ըստ ադրբեջանցի վերլուծաբանների Հնդկաստանն իբրև հետաքրքրված է Հարավային Կովկասում լարվածության նոր օջախ ստեղծելու հարցում։ Հնդկաստանն այդ առիթը կօգտագործի Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի դեմ, քանի որ Դելիի շահերից չի բխում վերջինների հետ Բաքվի համագործակցությունը, դաշնակցային հարաբերությունները։
Բացի այդ, հնդկական զենքը միջազգային շուկայում մեծ պահանջարկ չունի կասկածելի որակի պատճառով, եւ հնդկական զենքի արտադրությամբ այս պահին հետաքրքրված է միայն Հայաստանը։ Չնայած Հնդկաստանը կարելի է ասել գերտերություն է մեծ հնարավորություններով, այդուհանդերձ նրա ռազմարդյունաբերությունը այդքան էլ զարգացած չէ եւ չի կարող կարևոր ազդեցություն ունենալ տարածաշրջանում։ Դեռ 2022-23 թվականներին Հնդկաստանը զենքի բազմաթիվ գործարքներ է կնքել Հայաստանի հետ, մատակարարելով պինակահրթիռային համակարգեր, հակատանկային հրթիռներ եւ հսկողության ռադարներ։ Այս գործարքները զուտ առևտրային բնույթ չեն կրում, դրանք ներկայացնում են աշխարհաքաղաքական հակակշիռ թուրք-ադրբեջանական առանցքի։ Ռիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։